Փաշինյանը երեք էր ելույթ ունենում, ասացի խաղաղություն է եւ գովաբանում էր իր պետության, իր իշխանության կատարած աշխատանքները պաշտպանունակության բնագավառում, ասում էր թե մարտունակությունը աճել է եւ այլն եւ այլն։ Ինչպես կարող է մարտունակությունը աճել, եթե այս իշխանությունը կեղծում է հայոց պատմությունը եւ այնտեղ որտեղ մենք տարել ենք իրականում ավարայրը ռազմավարական առումով քիչ հետո պարզվեց որ հաղթանակ է, այդ ռազմավարական առումով հաղթանակը դարձնում է սպարտություն։ Ինչպես կարող է մարտունակությունը բանակի աճել, եթե դու ասում ես, որ Հայաստանը հենց այս տարածքում այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքում գոյություն ունեցող երկիրն է։ Հայաստանից դուրս եղածը Հայաստան չէ։ Ինչպես կարող է այդ մարտունակությունը աճել, եթե դու աչք ես փակում հենց այսօր Արցախում տեղի ունեցող մեր սրբությունների ոչնչացման այդ մշակութային ցեղասպանության վրա։ Անհնար է, այսինքն մարտունակության մեջ տարբեր բաղադրիչներ կան այդ հասկացության մեջ մարտունակություն, բանակի մարտունակություն նաև տարբեր բաղադրիչներ կան, դրանցից ամենակարևորը ռազմական բոլոր հանճարները, սկսած Ալեքսանդր Մակեդոնացուց, վերջացրած Նապոլեոնով եւ մնացածներով, ամենակարևորը համարել են մարտական ոգին։